Պարոն Մանուկյան երկրորդ նախագահին կալանավորման վերաբերյալ եւ նաեւ այսօր Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Քոչարյանին ու Ծեչկա տվողին, որ հետևից գնալու ենք, գտնելու ենք ու ես իրեն չեմ նախանձում, ասաց, որ այո, սպառնում է, աշխատանքից ազատելու է բոլոր նրանց, ովքեր իհարկե իր տիրույթում են գտնվում, սա ինչ մասն է, ինչ գնահատական կտակ։ Գիտեք, իրականում Նիկոլ Փաշինյանը ամբողջովին Ալիևյան տրամաբանության մեջ Ալիևյան կատարելով Ալիևի հանձնարարությունները փորձում է ամենինչում նմանվել։ Մտածում եմ լավ Ալիևը կարող է այդքան տարի երկրում դիկտատուրա հաստատի, ում ասես բռնի, տարիներով պայմաններում ես ինչի չեմ կարա։ Փոքրիկ Ալիև է փորձում խաղալ եւ Ալիևի խոսույթը ազգային հարցերով, Հայաստանի ապագայի հարցով Հայաստան բերելով, շրջանառելով, ազգային ժողովի ամբիոնից, կառավարության նիստերի դահլիճում, ասուլիսներում եւ նաեւ Ալիևյան գործելավոճը ներքաղաքական կյանքում է։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի դեպքում կրկնում եմ, դա անհատական, անձնական, այն մեծագույն քինախնդրությունն է, որ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է։ Բարդույթավորված մարդու քինախնդրություն է, որովհետեւ մենք գործ ունենք մի կողմից հաղթած, երկիրը խաղաղությամբ բերած մարդու, որը երկրի տնտեսություն, կյանքը այդ հանդարտություններ բերել եւ գործ ունենք մեկին իրար հաջորդ պատերազմներում խայտարակ պարտված, արտաքին աշխարհում վիզա ծառած եւ ամեն օր ներհասարակական կյանքում հակամարտություն, թշնամություն, ատելություն բերող մարդու հետ։ Եվ այդ հետևողական քինախնդրության Հիմա ոչինչ, բանտը տղամարդու համար է, հատկապես պարոն նախագահը շատ տղամարդավարի, ողնաշարապինդ այդ փորձունով մի անգամ անցել է, բայց ահավոր ցավալի է, այդ ԱԱԾ մեկուսարանը ինքը շատ մեծ չի, 10 քանի խուց է եւ մի քանի քայլ է էլի, այսինքն մարդկային այդ սրիկայությունը, որ երկուսինը հորն ու որդուն նույն մեկուսարանում է պահում։ Ինչ վերաբերվում է այդ արտահոսքերին, երեք դատարանի բակում ես ասացի, որ Նիկոլ Փաշինյանը ամեն օր իրավապահ մարմիններին անօրինական հանձնարարություններ այնքան է տալու, մինչև մի օր էլ հանձնարարի հենց իրավապահները իրենք իրենց տները գնան եւ Նիկոլ Փաշինյանի գործողությունները շատ շուշացան։ Այսօր էլի սպառնած արդեն իրավապահներին այդ վախ մտցնելու նոր դոզա մտցրեց, որ շատ ավելի անօրինական հանձնարարություններ կատարեն։ Արտահոսքի մասին մի քանի շաբաթ առաջ կարծեմ Նիկոլ Փաշինյանն էր խոսում, որ ԱԱԾ-ից արտահոսքը ԱԱԾ-ն է որոշում։ Նախ արտահոսքը ինքնին անօրինական բան է։ Ես հարցումները մեր թեմայի ուղղակի ԱԱԾ չեմ պատասխանում, առաջիկայում պատրաստ եմ դատական կարգով այդ հարցումների պատասխան ակնկալել։ Ինֆորմացիա դուրս տալը ազգային անվտանգության ծառայությունից կանոնակարգումներ է որոշում, դրա տակ փաստաթղթեր, որի հիման վրա իսկ արտահոսքը այդ նշանակում է անօրինական գործողություն։ Իսկ ինչ վերաբերվում է թե արտահոսք է եղել նախորդ գիշեր, որ Ռոբերտ Քոչարյանը կամ ընտանիքը իմացել է, հա, եղել է արտահոսք, ես գիտեմ ով է այդ ինֆորմացիան տվել եւ եթե Նիկոլ Փաշինյանը խոստանա, որ թևերը ոլորած ասֆալտի համն են կերցնելու, ես պատրաստ եմ հնչեցնելու անունը։ Բայց ուզում եք ասեմ անունը։ Նիկոլ Փաշինյան ազգային ժողովի նիստերի դահլիճ, թող ինքը իր գլուխը կոխի ասֆալտի մեջ ու հայրենիքի ասֆալտի համը, որովհետև այստեղի բացահայտ սպառնած Լևոն Քոչարյանի հարցից ներվայնացած, որ վաղը գալու ենք ձեր տները։ Օ ինչ արտահոս բոլորի համար են պարզ էր դա։ Այսինքն օրինակ Անդրանիկ Սիմոնյանի պետք է պաշտոնազրկի ազգային անվտանգության ծառայության։ Ում ուզում պաշտոնա Անդրանիկ Սիմոնյանը չլինի Սիմոն Անդրանիկյանը։ Անդրանիկ Սիմոնյանը չլինի Սիմոն Անդրանիկյանը կլինի։ Քանի Նիկոլ Փաշինյանը որևէ իրավապահ համակարգ օրենքի շրջանակներում չի գործելու Հայաստանում։ Դուք բոլորդ գաղտնալսման տակ եք։ Առաջիկայում ամուսնանում եք, վստահեցնում եմ ձեզ, ամբողջությամբ տեսանկարահանվելու է, որպեսզի պարզվի, որ ակտիվ գործող երկու լրագրողի հետ, որ քաղաքական գործիչներն են, որ ունեն այնպիսի իրական հարաբերություններ, որ հրավիրված են հարսանիքի։